սակայն պատրաստված էր գիպսից։ Եվ նա տխուր էր, և դրա պատճառով էլ երեխաները խղճում էին նրան։ Եվ տարիներ անց, երբ որ այսպես բոլորը չէին նստում կանանց ձիու վրա, այլ նստում էին մյուս ձիերի վրա, նրանց գույնը դու նստիր ապրես շատ, ապրես, ով է շարունակում։ Երբ որ նրանց գույնը թափվեց, իսկ ձիու գույնը մնաց թար, քանի որ նրա վրա ոչ մեկ չէր նստում, և նա մնացել էր նոր, բայց երբ որ մնացած ձիերի գույները ևս թափվել էին, երեխաները խղճում էին ձիուն և այդ ժամանակ ևս չէին նստում նրա վրա։ Ձին մենակություն զգաց, որովհետև նա մենակ նրա գույնն էր կանաչ, նրա վրա երեխաները չէին նստում, նա ազատություն սիրող կենդանի էր։ Հետո ձին որոշեց, որպեսզի հեռանա շրջանից և գնում է փողոցով։ Լավ, նա արդեն զբոսնում էր, տարածություն էր տեսել, զբոսնում էր, չէ՞, այնպես չէ։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչ եղավ հետո, շարունակությունը կարդանք, հետո վերարտադրենք, այսքան պատմենք, լավ։ Աղ գիշեր էր, մեքենաներ, տրամվայներ չկան, ջրված ասֆալտը դարձել էր հայելի, և այդ հայելու մեջ ցրցրում էր փողոցի դապտերները։ Ասխոտ երկինքը շատ նման այդ ասֆալտը թոքթոքելով բաց տվեց կանոչ ձին և ոգևորեց այդ մուտքից, թե ինքն աղա հրեղեն աստղերը։ Հրեղեն է, աստղերը։ Բայց այդ աստղերը չէին այրում իր սմբակները, որովհետև ինքը հրեղեն է, իր վազքն է հրեղեն, և ինչ լավ է, որ այդպես, և ինչ լավ է, որ ինքը կարողացավ դուրս գալ կարուսելի շրջանից ու հիմա վայելում էր աշխարհի ամենամեծ հաճույքը՝ ազատ վազքը։ Նա աստիճանաբար հիմա մեկ ուրիշը շարունակի։ Նա աստիճանաբար գլխի էր ընկնում, որ ոտքեր ունի, պոչ, բաշ ունի և գավը։ Նա դանդաղ, բայց բարձրորոշ զգում էր իր մարմնի բոլոր մասերի ու մկանների արթնացումը։ Դա հրաշք արթնացնում էր, որովհետև ով է տեսել, որ կենդանանա գիպսեցին։ Աստղերը խրախուսում էին այդ արթնացումը, և այստեղը կամացում հուշում էին կանաչ ձիուն, որ չդադարեցնի վազքը, որ չկամի։ Լավ, ուզում շարունակել։ Եթե կանգ առնես, ասում էին նրանք, մենք կյանք ենք քո կչորացնենք, կքարացնենք քո արթնացած ոտքերը, բաշը, պոչը, գավակը, կանաչ ձին չէր էլ կանգնի, նա չէր հոգնում, երևի միջև առավոտ բաց կտար քաղաքում, եթե չհանդիպեր փողոցային մի շան, որին տերն անցած գարուն վռնդել էր տնից։ Այս շունը ճանաչեց կանաչ ձիուն և շատ զարմացավ, որ կարուսելի անշարժ ձին կարողանում է այդպես բաց տալ։ Լավ, բավական է։ Դու կարուսելի անշարժ ձին ես։ Ձին չես, հարցրեց շունը։ Այս հարցը ավելիճի կաչոց էր։ Այը, ասաց կանաչ ձին, միայն թե ես դուրս եմ կարուսելի շրջանից, ուրեմն կարուսելի ձի չեմ, ես ազատ ձի եմ։ Շունը սարսափից վնգստաց, նրան այնպես թվաց, որ եթե հիմա ինքը թույլ տա այս ձիուն վազ տալ քաղաք, ապա կյանքում շատ բան կփոխվի, և այդ փոփոխությունը ամենից առաջ վնաս կտա հենց իրեն, անցած գարնանը տնից վռնդած շանը։ Լավ։ Հասեք, ոռնաց շունը և այնպես պարզ դարձավ, որ մոտակա տների բոլոր լուսամուտները շրխկոցով բացվեցին։ Հասեք, փախել է կարուսելի կանաչ ձին։ Կարուսելի կանաչ ձին չհասկացավ, թե ինչու աղմկեց շունը, և թե ինչու նրա կանչով փողոց իջան մարդիկ ու շրջապատեցին իրեն։ Մի քանիսի ձեռքին նույնիսկ պարան երևաց։ Ուզում են կապել ինձ, մտածեց կանաչ ձին և շատ ուզեց ասել մարդկանց, որ ինքը ոչ մի վատ բան չի և շատ տխրեց, որ ազատությունը, այսպես մոտենում է ավարտին։ Նա ուզեց ասել մարդկանց, որ ինքը ոչ մի վատ բան չի արել, որ ինքը սովորական գիպսեցի չէ, ինչպես կարուսելի մնացած ձիերը,
բայց հանկարծ զգաց, որ չորացել էր լեզուն։ Լավ, Կարող է շարունակել։ շարունակիր։ Անհատականի եկած նա ուզեց ձիգ տան ոտքերը, որ փախչի, բայց սարսափով նկատեց, որ քարացել են ոտքերը։ Նա մի ակնթարթում զգաց, որ վթարում քնում են արթնացած մկանները։ Եվ երբ աստղերը ասացին, մենք քեզ լավ զգուշացին, նա այլևս ոչինչ չէր լսում։ Նա չտեսավ, թե ինչպես մարդիկ գովեցին շանը և ուտելիք տվեցին։ Մարդկանց թվում էր, թե այդ շունը հավատարիմ շուն է, որ հսկում է քաղաքի խաղաղ քունը և փախցել է գողերին։ Փրկել կարուսելի կանաչ ձիուն։ Երբ մարդիկ ձիուն զբոսայգի հասրի, նա այլևս ոչինչ չէր մտածում։ Նա հիմա բոլոր գիպսեցիերի նման ձի է։ Միայն գույն էր տարօրինակ։ Հիմա ովքեր որ կասացին, իրենք սարքեցած հատվածը, որ վերադարձել։ Դրանց միջով և մտածում էր, թե նա հրեղեն է աստղերի վրայով, բայց նրա ոտքերին դա, բայց նրա սմբակները չէին այլում, որովհետև նա հրեղեն է։ Եվ ինքը կարողացավ դուրս վազել այդ կարուսելի շրջանից։ Ու հիմա վայելում է աշխարհի ամենամեծ հրաշքը՝ ազատություն։ Լավ, եթե ցանկանում եք, թող մեկ ուրիշը շարունակի չկարծած այդ մարդկանցից ու ցանկանաք չեմ, ով է ուզում։ Եթե ոչ, ով է կարծած այդ։ Դաստիճանաբար գլխի են գնում, որ ոտքեր ունի, ոչ, բաց և գավակ։ Նա դանդաղ, բայց պարզորոշ զգում է իր մկանների արտնությունը։ Իր մկաններս Գավակը որն է, ինչ ձիու է, տեղի կողմի։ կողմի մաս, չէ, ոչ, հա, ասա։ Աստղերը նրան ուշում են, որ նա անկապ չդադարեցնի իր վազքը, դեմ որ չկանգնի, որպեսզի նա նորից չքարանա և չդառնա նորից գիպսեցի։ Շարունակենք, ով էր կարդացել։ Եթե կանգ առնես, ասում էին նրան, կայրեն քո ոտքերը, կչորացնեն, կքարացնեն, քո բաշը, քո պոչը, քո գավակը։ Կանաչ զինչերը կանի, որտեղ նա կարող էր մինչև առավոտ վազել, որ երբ հանդիպեց փողոցային շանը, և նրան անցավ գարնան տերն էր վերնդել։ Ինչ զգաց շունը, ինչ մտածեց։ Ասես դու կարուսելի կանաչ գարնանից ինչ ես, Զարմացավ, այո։ Շարունակի։ Կանաչ ձին ասաց այո, ես կարուսելի ամասած ձին եմ, բայց շրջանից դուրս եմ եկել, ազատ ձի եմ հիմա։ Շունը զգաց, եթե հիմա ձիուն թույլ տա, որ գնա, հետո գալու է ավելի շատ վնաս է տալու իրեն։ Շունը ուժեղ վնգստաց և բոլորի տան մարդկանց պատողները շրխկացին։ Եվ մարդիկ եկան, որոնց մարդկանց ձեռքերին պարան կար, Ինչի համար էր այդ պարանը։ որ բռնեին նրան և տանեին կարուսել։ Կապեն և կտանեն նույն շրջանը։ Բայց նրա ոտքերը քարացել են, նա չէր կարողանում փախչել։ Աստղերը նրան ասացին, ախր մենք քեզ զգուշացրինք, և դրանից հետո նա այլևս ոչինչ չէր լսում։ Ձին տեսավ, թե ինչպես են մարդիկ շանը գովում և ուտելիք տալիս։ Մարդիկ մտածում էին, թե այդ շունը հավատարիմ շուն է, որ փախցրել է գողերին, հսկում է քաղաքի քունը, փրկել է կանաչ ձիուն։ Հետո կանաչ ձիները ոչինչ չէր մտածում, և նա բոլոր ձիերի նման արդեն գիպսեց էր։ Այսինքն արդեն վերադարձել եք կարուսել, չէ։ Կարուսել։ Այո, ապրեք երեխեք ջան։ Հիմա մենք հարցերի միջոցով փոքր քննարկում կկատարենք։ Ինչն էր իրական և ինչն էր անիրական պատմվածք։ Դրա մասին խոսենք, ասա։ Անիրական
շուշելը, իսկ իրական էր ասֆալտի ջուրը ցոցված։ Անիրական էր, որ գիպսեձին կարողացավ վերածվել իրական ձիու, իսկ իրական գիպսի ձիեր էին ենմիշ ձիերը։ Իսկ պատմվածքի կերպարներին կարող առանձնացնել, յուրաքանչյուրին բնորոշել, ինչ հատկանիշներ ունեին, ինչպիսի կերպարներ կային, այդ կերպարը ինչ ասելիք ուներ։ Ձին շատ ազատասեր, ճարպիկ, խելացի, տարօրինակ ձի էր։ Ազատասեր, այո, այդքան է։ Օրինակ կարուսելի պահակը, որ նա անուշադիր էր և թողեց կանաչին փախնի։ Ապրեց, շատ դիպուկ նավացեց։ Երեխա ջան, ինչպիսի կերպարներ շան կերպարի մասին եք ուզի խոսել։ Միգուցե շանը փորձեք արդարացնել, թե մեղադրել։ Արդարացնում։ Միգուցե մեկը փորձի արդարացնել շանը։ Ես Լավ, ասա, ջան, դուք քեզ լսեք, Շունը կարծես նա զարմացել էր, որ այդ կարուսելից դուրս էր եկել և նա եթե թողներ ձին գնար, իր համար ավելի վատ կլիներ, վնաս կտային իրան մյուս սերերը, իսկ եթե նա հաչար և ասպես ասած մատներ կանաչիուն ինքը իրեն կփրկեր և գոնե մի քիչ ուտելիք կստանար։ Սեփական կարիքներից ելնելով նա իր կաշին փրկեց, դու այդ ձևով ես արդարացնում, հա՞։ Ամեն մեկս ունենք մեր կարծիքը, չէ՞։ Ասա։ Շահարարը և ճիշտ է և սխալ, քանի որ նա մի կողմից իր սեփական կաշին էր փրկում, մյուս կողմից էլ ձիուն էր օգտագործում, ձին մտածում էր, որ նա կընկերանա շանից և միասին կփախչեն, բայց չէր մտածում, որ շունը կարող է նրան մատնել։ Շունը նրան մատնեց, որովհետեւ մտածում էր, որ իր տերը իրեն հետ կվերադարձնի իր տուն և ուտելիք կտա։ Իսկ ձին անակնկալի եկավ, որ մատնեց շունը նրան։ Ճիշտ է։ Եվ ինչու ձին որոշեց փախչել, միգուցե նրա միջավայրը քան լավը չէր, հա։ Նրան լավ են վերաբերվում, եթե նա վերաբերվում է կգնա, ինչ է կարծում, ասեմ։ Ոչ, որովհետև երեխաները խղճում էին նրա հետ չէին ստում, իսկ մնացած իրեն վրա նստում էին։ Խռովատ էր, այսպես ասած, նա եթե ներսում երջանկություն չէր գտնում, փորձում էր գտնել այդ երջանկությունը դրսում, չէ՞։ Եվ նա փախչեց գիշերը, և որ երեխաներն էին քնած և այդի Դա նույնպես խորհրդանշական է, այնպես չէ՞, խորհրդանշական է։ Ինչ կասեք։ Երկուսը։ Ապրես։ Եթե նա ունենար զրահի ևս մեկ ձի, նա միգուցե չփախչեր այդ միջավայրից, բայց քանի որ այդ միջավայրում նրան չէին սիրում, չէին հարգում, նա ուզեց իր ազատությունը գտնել դրսում, որտեղ կգնային ընկերներ և նոր շրջապատ։ Այսինքն նրան գնահատող էր պետք, ճիշտ է։ Նրան ուղղակի մի փոքր երջանիկ լինելու հնարավորություն էր իր շրջապատում, ասա։ Ինձ թվում է, որ առաջին անգամ երևի կարուսելի շրջանում այդ ձիու վրա չնստեցին, ձին տխրեց և դրանից հետո էլ մնացած բոլոր երեխաները սկսեցին էլի իր վրա չնստել։ Եվ եթե կարծիքով, եթե ինքը տխուր չմնար, արդեն կսկսեին իր վրա նստել։ Ձեր կարծիքով հենց գույնն էր պատճառը, թե մեկ ուրիշ պատճառ կա։ Մեկ էլ որ խոսում է։ Տարօրինակություն էր դա։
ձեր կարծիքով դա տարօրինակություն է, այո։ Նաև ձինը ուղղվեց, քանի որ երբ որ բոլոր ձիերի գույները թափվել են, նրա գույնը չէր թափվել, երեխաները նրա վրա էլի չէին նստում։ Մեկ է նրա գույների նորից շատ գեղեցիկ, ցանկին երևում է, բայց երեխաները չէին նստում, որովհետև տարօրինակ ձի էր։ Լավ, պետք է պայքարել ցանկությունների և նպատակների համար, թե անհաստ է։ Այո։ Ունեք նպատակներ։ Այո։ Հանդիպել եք երբևէ դժվարությունների ձեր նպատակին հասնելու ճանապարհին։ Այո։ Կարող եք օրինակներ բերել հենց ձեր կյանքից։ Չունեք երազանքներ։ Ունենք։ Հիմնական ինչի մասին է պատմվածքը։ Պատմվածքը բազմիցս խոսեցինք այսօր, երազանքների իրականացման մասին է, որ պետք է պայքարել դրանց հասնելու համար, ինչքան է դժվար լինի, մենք հանդիպում ենք խոչընդոտների, որոնց պետք է ուղղակի շրջանցել, պետք է պայքարել։ Հիմա միգուցե ասածս այդքան էլ չհասկանանք, բայց երբ ավելի մեծանանք, կհասկանանք, թե ինչ է ասում, որովհետև մարդիկ ինչքան մեծանում են, այնքան ավելի շատ են հանդիպում ինչ-որ և բախվում ինչ-որ դժվարությունների, այո, խնդիրների։ Եվ պետք է հավատալ երազանքներին, որովհետև դրանք իրականանալու հատկություն ունեն ամեն դեպքում։ Տեսեք, այստեղ ձին պայքարեց չտեղեց, այո, ցավոք այդպես է, Բայց ինքը երջանիկ բայց նա գոնե մի քանի րոպեով ապրեց այդ երջանկությունը, այդ զգացումները նա ունեցավ։ Ինչու երկար չտևեց։ Շունը հակարած, որ շունը մատնեց նրան արդեն կապեցին թելով և նա դարձավ էլի սովորական ձի։ քարացավ։ Դա էր պատճառը։ Աստղերը ինչ էին։ Որ չկանգնի։ Որ չկանգնի, եթե շունը չկներ նրա դիմաց, նա պատկերացել մինչև արևոտ վազում տա։ Այսինքն, եթե ճանապարհին մենք կանգ առնենք, չպայքարենք, առաջ չգնանք, ինչ կկատարենք։ Չես կարած շարունակել։ Նաև պետք է մենք հասկանանք, որ չպետք է տարբեր մարդկանց որոշեք շարունակել, չպետք է բոլորին վստահել։ Այո, այստեղ նաև վստահության մասին է խոսքը։ Ցանկում կարող այդպես է, որ մեկ մարդու խոսքը, բառ, արարքը կարող է մեզ սխալ ճանապարհ ցույց տալ, սխալ ճանապարհով տանել։ Իսկ շունը արեց այդ քայլը ու դա ճակատագրական եղավ ձիու համար, այնպես չէ։ Շունը բայց կարող ավելի լավ քայլաներ, հենց ձիու հետ էլ հեռան այդտեղից։ Որտեղ ինքը որովհետև ինքը այդտեղ սիրված է։ Իր տերը նա դուրս է որոտել իր տնից, լավ, եթե խելացիվարներ ձյոյը թափ չերակ միջավայրից, որտեղ նա չէր սիրում, չէր հատում, ինչպես ուսում։ Բայց եթե շունը արծենց և ինքը կարուսելի անշարժ ծինը, ինքը կարող ասել ոչ ու գնար։ Որ կանաչ գույներ այդ շունը հասկացել էր արդեն։ Այսինքն խորամանկություն ուներ այդտեղ, հա։ Իսկ Բայց միգուցե շունը ձիու հատկանիշների մեջ չկա այդ խորամանկությունը, ձիուն պարզությունն է ավելի շատ։ Ճշմարտություն։ Լավ, երեխաներ, հիմա բաժանվում ենք խմբերի։ Մարդիկ ուզում են կապել ձիուն և տանել այգի, ես չի մարդիկ կապել Մի քանի նախադասություն մինչև ժամանակի լավ մտք է, շուտ ես լսել, լավ։
Ես եթե ասել եմ, ես Շունը անհանգստացող է քաղաքի մասին։ Բայց շունը շատ է իշխում։ Ինչի շունը անհանգստացած է քաղաքի համար։ Կարթան այս պատմվածքը մեր սովորեցրեց չվստահել բոլորին, ձգտել մեր երազանքներին և դժվարության դեպքում չկանգնել, ամեն մի դժվարության դեմ մաքալել, նաև մենք սովորեցինք եռանալ այն վայրից, որտեղ մեզ չեն գնահատում, հարգում և սիրում մեր թերություններն ու առավելությունները։ Շունը մատնեց ձյուն, մարդիկ ուզում էին կապել ձյուն և տանել այգի, երեխաները չէին նստում ձյու վրա, որովհետև տարօրինակ ձի էր, շունը իր կաշին փրկելու համար մատնեց ձյուն, շունը վախեցած էր, շունը անհանգստացած էր քաղաքի համար, կապել քաչում էր ձյուն վրա, երբ մարդիկ ձյուն զբոսայգի ասցին, այլևս ոչինչ չէր մտածում։ Իսկ մարդկանց մասին ինչ-որ բան։ Մարդիկ ուզում էին կապել ձյուն և տանել այգի, նրանց ապրությունը։ Լավ, ապրել Ձիները առավել կարևոր է, քան ասած կերպարների դերը։ Ձին մարմնավորում է այն մարդը, որ ունի երազանքներ և հեռանում է այն վայրից, որտեղ իրենք չեն գնահատում և չեն ընդունում։ Այս պատմվածքում ձինը սովորեցրեց, որ ամառի երկում երազանքից չհանձնվենք և կանգ չառնենք երազանքի համար, որպեսզի արդյոք առանցքի։ Շատ լավ է, ես շատ կողմ ձեզանից, ձեր ակտիվությունից, ինձ շատ կողմացեցիք։ Իսկ դուք ինչ կասեք, ինչպես անցավ դասը, միգուցե լրացումներ ունեք, միգուցե շտկումներ կան, ասա։ Դաս անցավ շատ լավ։ Հավանեցիք, ցանկանաք նույն ձևաչափով նորից աշխատել։ Իսկ շտկումներ ինչ-որ ձեր ընկերների խոսքում ցանկանաք անել, լրացումներ։ Զինարը սովորեցրել, որ պետք է երազանքի դեպքում կանգ առնենք, քանի որ ձին երբ որ կանգ առավ, նա իր երազանքի չհասավ, եւ ուղղակի մենք պետք է անենք կանգ չառնենք, գնանք դեպի առաջ օգտագործությունները հաշվառենք։ Երեխաներ ջան, հիմա որ այս պատմվածքը ձեռնարկված է ձեր մայրենի լեզվի գրքում, սա կապվում է ձեզ, այսինքն սա ինչ-որ բան է սովորեցնում, այնպես չէ՞։ Այո։ Սա կարդալով, պատմելով ու վերլուծելով դուք պետք է ձեր կյանքում ինչ-որ բան հասկանաք, ինչ-որ բան կիրառեք։ Մենք երբ վերլուծում ենք, դա իզուր չէ։ Եվ շատ ճիշտ նկատեցիք դուք, որ մեր կյանքի հետ է կապվում սա, որովհետև ձիու կերպարը ոչ թե միայն ձյունն է բնորոշ, այսինքն ձին այստեղ չէր կարող խոսել, չէր կարող իրական կերպար լինել, ինչպես մարդուն է բնորոշ այդ հատկապես
գրված են ձիում, բնորոշ է միայն մարդուն։ Սա մարդկանց մասին է։ Հիմա տնային առաջադրանքը ես արդեն տամ, եթե ինչ-որ ասելիք չունեք։ Ունեք ասելիք։ Ոչ։ Տնային աշխատանքը, ուրեմն դասը կկարդաք և պետք է վերարտադրել ուշադրություն եմ հետևում։ Պետք է վերարտադրել ձիու, շան կամ երեխաների տեսանկյունից կամ անունից, լավ։ Հասկացաք իմ ասածը։ Կարուսելի կանաչ ձին կարդալ և վերարտադրել ձիու, շան կամ երեխաների տեսանկյունից։ Շարադրություն։ Կամ երեխաների տեսանկյունից։ Գրավոր աշխատանքը հիմա կասի։ Ես ինչ գրավոր չէ։ Բանավոր պետք է։ Սա բանավոր պատմում ենք, վերարտադրում ենք ասում։ Եվ կարդալ եք պետք է սովորեք։ Ավելի լավ, ավելի բարդ կարդալ։ Եվ գրել կարճ շարադրություն հետևյալ վերնագրով։ Իմ երազանքների կանաչ ձի։ Կարող է մտքին թրիչ տա, ինչպես կցանցանալ, այդպես էլ չկա։ Մենք ստուգենք, հաջող չեմ, դա։ Եթե ինչ-որ գեղեցիկ մտքեր ունեք